Ես մեկ հոլովակ էի հրապարակել, իսկ որպես պատասխան ստացա 6 րոպեանոց ռեպորտաժ հմեկով։ Շնորհակալություն Աննա Վարդապետյան։ Այսքան եթերաժամանակ մեր համեստ ընտանիքին նվիրելը նույնիսկ հաճելի է։ Բայց դուք հերթական անգամ անցաք կարմիր գծերը։ Դուք սկսեցիք հրապարակել անչափահաս երեխաների անուններ, այսինքն քաղաքական հետապնդումը տարածեցիք ոչ միայն ծնողների, այլ նաև երեխաների վրա։ Շեշտում եմ, անչափահասների վրա։ Աննա, համոզված ես, որ ճիշտ է երեխաներին դարձնել քո պայքարի թիրախը։ Քննիչի ձայնը դողում էր ամենայն հավանականությամբ նա հասկանում է ինչ է անում։ Ես հույս ունեի, որ դուք էլ եք հասկանում, հակառակ դեպքում նույնպես կգիտակցեիք հետևանքները։ Բայց դուք ստախոսների թիմ եք, եւ մենք եւս մեկ անգամ համոզվեցինք դրանում, երբ պարզվեց, որ կեղծվել է արքիեպիսկոպոս Արշակի տեսանյութը, իսկ արքիեպիսկոպոս Բագրատի խոսքերը մոնտաժվել են։ Պատկերացրա Աննա, մի օր քո երեխաներն էլ կիմանան, թե ով է եղել իրենց մայրը։ Դու ինքդ ես ասել, ուզում ես, որ քեզ մոռանան։ Ես ուզում եմ, որ ինձ մոռանան։ Չենք մոռանալու։ Կյանքի նպատակն է, որ վերջում անվախ կանգնես նրա առաջ, ով քեզ արարել է։ Բայց ունեք վախ այս պահին։ Շատ վախեր ունեմ։ Դու վախենում ես Աստծո դատից։ Եվ ճիշտ ես։ Դու արդեն դուրս ես եկել նրա դեմ եւ արդեն կրում ես այդ պատիժը։ Քո պատիժը հավերժ չբավարարված էգոն է։ Ես քեզ տեսնում եմ ամբողջությամբ։ Գիտեմ ինչ ես զգում եւ ինչից ես վախենում։